Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում նույն գյուղի 35-ամյա բնակչի եւ Բալաովիտ գյուղի 33-ամյա բնակչի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչից հետո 35-ամյա տղամարդը վրեժխնդրության նպատակով համագյուղացի 28-ամյա ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա Բալաովիցուն։ Հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստան 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել եւ բնակության վայրում պահել հրազեն, փամփուշտներ եւ մարտական նռնակ։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը կատարել է 33-ամյա Բալաովիցու սպանելու նախապատրաստական գործողություններ, իր մոտ պահելով ապօրինի զենք զինամթերք, նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն եւ հետևելով տեղաշարժին կատարել է լուսանկարահանումներ, սակայն Բալաովիցին հայտնաբերել է նրան եւ ընկերների հետ ծեծի ենթարկել։ Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Վերին Պտղնի գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ 33-ամյա Բալաովիցուն սպանելու համար փնտրել են հարմար առիթ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում կանխվել է սպանության մտադրությունը։ Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ կալանավորվել են։ Նախապատրաստվող հանցագործության գործիք զենք զինամթերքը հայտնաբերվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։